Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Պողոսյան, ուրեմն նախ ես ուզում էի կատարողականի տոկոսը հասկանամ։ Դուք թվեր եք ասում, բացարձակ թվեր, պլանի հետ եք համեմատում, պլանը գույքահարկի դեպքում հնարավոր չէ էլի գերակատարել, եթե օրինակ գույքեր կան, հաշվարկված գույքահարկ կա, մաքսիմում որ հավաքես, պետք է ամբողջը հավաքես ու դրանից ավել մարդուն չես ասելու գույքահարկ վճարի, որտեվ այդ է, ես ուզում եմ մի հատ հասկանամ, ենթադրենք պայմանական ասում եք 12.3 միլիարդ հավաքվեք 21 թվին, ինչքան է եղել դրա պոտենցիալը, որ պետք է հավաքվեր, այսինքն այդ տոկոսն էր հետաքրքիր, որովհետև դա է կարևոր։ Հիմա հաջորդ խնդիրը, որ ասում եք վերլուծություն է, շատ լավ վերլուծություն է կարել, ասում եք մոտ 90,000 գույք կա, որը 25 միլիոնից ավել է։ 860,000-ի այդ հաշվել եմ, էլի, այն մնացած 12%-ը, հա։ Ուրեմն այդ գույքերը, որ, այսինքն 90,000 գույքի մասին է խոսքը։ Խոսքը միայն բնակարաններ եւ տներ, առանձնատներ, այդ ենք խոսում, կոմերցիոն գույքից չենք խոսում։ 90,000-ը քիչ թիվ չի։ Հիմա այդ 90,000-ից քանիսն են, որ այն իմ ասած խմբերի մեջ են մտնում։ Պայմանական 100-ը, 200-ը։ Հա, ամեն խմբում 5 խումբ նշեցի, ենթադրենք իրար այդ 1000։ Հիմա այս 1000 մարդու խնդիրը չլուծենք, դուք ասում եք, այս մեկ, այսինքն ստեղ դուք պետք է անդրադառնաք այդ արտոնություններին, ի վերջո, որովհետև ես վստահաբար ձեզ ասում եմ, համայնքների վրա թողնել հայեցողական այդ արտոնությունները օգտագործեն, թե չօգտագործեն, ամենատարբեր խնդիրները, չեմ ուզում այս մասնագիտական մեր քննարկումը մի քիչ ավելի քաղաքականացնեմ, բայց լիքը պատճառներ կբերեմ եւ փաստեր կբերեմ, որ դա այդպես չի աշխատում, որովհետև մանավանդ համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ ու հետո էլ չշարունակեմ, որտեվ հիմա մեր խնդիրը չեմ ուզում ուտեղ տանեմ։ Հիմա երկրորդ հարցը, ասում եք 3 միլիոնը շատ փոքր թիվ է եղել, աննշան է, ճիշտ եք ասում, բայց ոնց եղավ, անդրադարձակ, կադաստրային արժեքը դարձրիք շուկայականի մոտարկված, մարդկանց գույքահարկի բեռը պատիկներով բարձրացրիք, բայց ձեր օրինակ հավաքական մտքով չանցավ մի հատ անդրադառնալ, օրինակ կարող է դնենք 20 միլիոն կամ 10 միլիոն կամ 5 միլիոն օրինակ պայմանական չհարկվող շեմը եւ ինչքան հարց կլուծենք դրանով։ Սա շատ կա, որտեղ վերլուծությունները դուք եք արել։ Հիմա ասում եք չենք կիրառել, համաձայն եմ ստեղ, որ այո, գույքահարկի պոտենցիալը չենք կիրառել, բայց ստեղ ինչ է կանգնում ծայրահեղությունից ծայրահեղություն։ Հիմա այն ժամանակ մենակ Մոլդովայից էինք առաջ, հիմա կարող է մեզանից էլ առաջ երկիր չմնա, ասեն շարունակենք։ Այսինքն պետք չէ էլի այտենց ստրեսների ենթարկել ամենանվազագույն մակարդակից մեկ էլ հարկ ասենք պատիկներով ավելացնել տանել, այդ էլ մի բան չի, այդ ծայրահեղությունից ծայրահեղություն գնալը եւ վերջապես չանդրադարձակ նաեւ հետեւյալ կարևոր հարցադրմանը 200 միլիոն դրամից ավել, որ ասում եք առաջարկի մեջ չկա, իմ ասածը խնդիրները հավաքական, ամբողջական փաթեթային լուծում են պահանջում։ Ինչքան կլինի հաշվարկա պետք, ինչքան կլինի չհարկվող շեմը, ասենք օրինակ, որը կդնենք բարձրաժեք գույքի վրա, որ ընդեղ բարձրանա, ստեղ հաշվարկներ են պետք, ես չէի կարող առաջարկել եւ հիմնավորել թվային չհարկվող շեմ, հետո դրանից հետո եւս 2 լրացուցիչ հարկման բանաձև, դրա համար, բայց այս կասեցմանը ամենակարևորը ինչ ան, այս կասեցումը հիմա պետքա թե չէ հաջորդ տարվա համար առնվազն գոնե ձեր պատկերացմամբ, ստեղ որոշակի գույքերի նկատմամբ հաջորդ տարվա 35% 26 թվականի աճի կասեցումը նպատակարար եք գտնում, թե ոչ, իրականում ես գիտեմ ձեր տեսակետը, որ իհարկե ոչ, դուք մերժել եք նախագիծը, բայց ստեղ անդրադարձեք, ինչու ոչ, եթե այսքան խնդիր կա, մի մասին էլ գոնե համաձայն եք։ Շնորհակալություն, նախ ես չեմ համաձայնել որևէ խնդրի հետ, պարոն Ավետիսյան, խնդրում եմ սա արձանագրել, եթե կրկնելու կարիք կա, պատրաստ ենք նորից հարցը ձևակերպեք, պատասխանը հնչեցնեմ։ Իհարկե դուք ճիշտ եք պլանի եւ կատարողականի առումով, բայց դուք մի բան հաշվի չեք առնում, որ տարվա ընթացքում նոր գույքային միավորներ կարող են դառնալ որպես հարկման բազաներ, որովհետեւ նոր շենքեր են կառուցվում, նոր անհատական բնակելի տներ են կառուցվում, եղածները վերակառուցվում են, հարկեր են ավելացում եւ այլն եւ այլն։ Եվ հետեւաբար նորից կրկնեմ թվերը, պլանը ձեր նույն ասած պոտենցիալն է, որ 2021-ին եղել է շուրջ 12.4 հավաքագրվել է 12.7,
2024-ին պոտենցիալը ձեր տերմինաբանությունը եթե օգտագործեմ եղել է 21, հավաքագրվել է շուրջ 22, 1 միլիարդով ավել, որը տոկոսային արտադրությամբ 4.3% ավել է։ Հիմա ասում եք 90,000 միավոր գույքային միավորները քիչ չեն, իհարկե քիչ չեն, 1000-ն էլ քիչ չի։ Յուրաքանչյուր քաղաքացու խնդրով, եթե կա այդ խնդիրը, պետք է զբաղվել, բայց նախ արձանագրենք, որ այդ քաղաքացու վճարած գույքային հարկը համայնքի հավաքանին չի տանում սեփական նպատակներով օգտագործելու։ Հենց այդ նույն քաղաքացու համայնքի կյանքի որակի բարելավման համար է ծախսում, չի ծախսվի, վատ կծախսվի, հաջորդ ընտրություններում թող այդ քաղաքացին այդ համայնքի ղեկավարին ու հավաքանին չընտրի։ Թող ընտրի մեկին, ով ավելի խնամքով կվերաբերվի իր կողմից վճարած հարկերին։ Բայց հիմա ավելի առարկայական։ Հիմա ասում եք 3 միլիոն չհարկվող շեմը, իհարկե, արդարացի կլինի, եթե մենք այդ ինդեքսացիան կիրառենք, հետո նոր մտածենք շեմ ունենանք, թե չունենանք։ Հիմա ես կրկին ասում եմ, որ 3 միլիոնը, եթե մենք վերագնահատում ենք, այս թարգմանում ենք կոպիտացած շուկայական արժեքին օտարկված արժեքի, ամենախիտ խումբը 10 միլիոն դրամի շրջակայքում է։ Առանձին դեպքերում կարող է լինի 20 միլիոն։ Հիմա 10 միլիոն դրամի դեպքում հարկը 5000 դրամ է, ամսական 400 դրամ։ 20 միլիոն դրամի դեպքում հարկը կարող է լինի, ասենք 17000 դրամ պայմանական։ Հա, ամսական 1500 դրամ։ Հիմա մենք կարծում ենք, որ սա նաև հարկ վճարելու մշակույթ է, երբ որ բոլորն են մասնակցում այդ գործընթացին, 500 դրամ ամսական կարելի է հարկ վճարել, բայց հոգեբանորեն քաղաքացիական իրավագիտակցության տեսակետից համարել, որ ինքը լիարժեք մասնակցում է հանրային կյանքին, հարկ է վճարում պահանջատեր է, հետևողական է իր վճարած հարկը արդյունավետության բարձր մակարդակով ծախսելու առումով։ Եվ սա շատ կարևոր է, այս փիլիսոփայության առումով, եւ հենց փոփոխությունը այդ նպատակով է կատարվել։ Ավելին, երբ որ դուք խոսում եք, ասում եք բարձրաժեք գույքային միավորների համար ավելի պրոգրեսիվ համակարգ նախատեսենք, բայց զուգահեռ չհարկվող շեմ, իմ համար անհասկանալի է 1 միլիարդ դրամանոց գույքի համար ինչ չհարկվող շեմ։ Այսինքն 1 միլիարդ դրամանոց գույքի, օրինակ 10 միլիոնը չհարկենք, դնենք մի կողմ, ասենք այն 990 միլիոնն ենք հարկում։ Մենք այստեղ սա ընդունելի մոտեցում չենք համարում ընդհանրապես։ 200 եւ վերջին դրվագը ասում եք ինչ է կատարվում այդ 25%-ի հետ, ներողություն, 10%-ի հետ, որոնք թվականակով շուրջ 90,000 են։ Եկեք կոնկրետ օրինակով դիտարկենք։ Հիմա ասում են 25-ից 200 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարանների միջին կշռված հարկը աճը ներողություն 51000 դրամ է տարեկան։ Ընդ որում ըստ ձեր նախագծի տրամաբանության առաջարկվում է, որպեսզի այն վերջի կտորը չբարձրացվի, այսինքն 75%-ի վրա կանգ առնի, բայց 2025 թվականի ավարտին, երբ որ 75%-ը իրացված է, այս 51000-ի 38250-ը արդեն իրացված է։ Հետևաբար դուք 12750 դրամի հարց եք առաջարկում լուծել, ընդհանուր մինչև 200 միլիոն դրամանոց գույք ունեցողի համար, այսինքն ամսական 1000 դրամի հարց։ Մենք ասում ենք սա տեսանելի բան չի այդ գույքի սեփականատիրոջ համար, բայց փոխարենը համայնքներին զրկում է հավաքական մի լուրջ ծավալի եկամտից։ Այսինքն, եթե ավելի պարզ խոսելու լինենք, ամեն մեկը 1000 դրամ պակաս կվճարի, բայց համայնքը կարող է, ասենք, չգիտեմ, 1 միլիարդ դրամ պակաս հարկ հավաքագրի, որի պարագայում կարելի էր բավական հավակնոտ խնդիրներ լուծել։ Սրա մասին է մեր ասածը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Վերջից գամ, նախ 1000 կամ 2000 դրամը 30,000 դրամ թոշակ ստացողի համար էական է, իսկ միլիարդավոր դրամի եկամուտ ունեցող Երևան քաղաքի համար այդ չգիտեմ որքան էական է, հատկապես եթե նկատի առնենք ծախսերը եւ այդ ծախսային արդյունավետություն, նորից չեմ ուզում այդտեղ գնամ, շատ կարեւոր է, որ մարդիկ թոշակից կտրում գույքահարկ են տալիս, հետո տեսնում են, թե ոնց է ծախսում եւ ինչ շքեղությունների վրա է ծախսվում, բայց այդ դաշտ չմտնենք, էլի։ Հիմա վերադառնալով կոնկրետ ձեր ասացին, նայեք, նախ ուզում եմ ճշտեմ, այս գույքահարկը, որ նշում եք, սա միայն բնակարանների եւ տների, առանձնատների գույքահարկը դուք նշեցիք, թե ամբողջ այդ թվում նաեւ կոմերցիոն, որտեղ մեր քննարկման առարկան կոնկրետ բնակարաններին էր վերաբերում։ Եվ մեկ էլ շատ պարզ նորից կրկնեմ հարցս։ Մենք, եթե աշխարհի երկրներից մի երկիր կար, որ գույքահարկի բեռը ավելի քիչ էր, քան Հայաստանում։ Հիմա այս փոփոխությունից հետո մենք ուր ենք հասել 2026-ն նկատի առնելով, այսինքն այս մի ծայրահեղությունից հասանք մյուս ծայրահեղության, եւ մեկ էլ եթե
ասում եք որևէ խնդրի համաձայն չեք եւ սա ամենալավագույն մոտեցումն է, ըստ էության կարճ ասում եք, որ էլ քննարկման տեղ չկա եւ շատ լավ, հիմա դա ձեր մոտեցումն է, այնուամենայնիվ ի վերջո ինչ հորդոր կամ որպես նախագիծ ներկայացնող կառավարության ներկայացուցիչ, հիմա մեզ դիտող 5 կամ 10 պայմանական տատիկները եւ պապիկները, որոնք որ ձեր ասած թիվը պետք է տանեն վճարեն, որը մոտ է իրանց կենսաթոշակին։ Շատ կոնկրետ։ Հիմա այդ մարդը ինչ պետք է անի, ասենք ոնց անի։ Դուք մի հատ իրան բարձ պրակտիկ բացատրեք, որտեղ այնքան գովացիկ էս համակարգը, քիչ ամնում նախագիծս ճղեմ։ Հիմա դուք ասեք այդ մարդկանց, որտեղ ես տենում եմ, հարցնում են, էլի, այն անցած օրը խանութում էր մի տատիկ տեսավ, ասեց, որտեղ խոսել է եւ այլն, ասեց դե բա ոնց պետք է լինի եւ այլ։ Սպասում են, ինչ-որ 5 մարդ սպասում, հա։ Ասեք այդ 36000 թոշակ ստացող տատիկին, ասեք ոնց վճարի տամսեկան 35000 գույքարկ, կամ ոնց անի, ինչ անի, գնա անի։ Պարոն Ավետիսյան, լավ, հերթով գնանք, նախ սրանք ամբողջ թվերն էին, անշարժ գույքի հարկի բոլոր կատեգորիաներին վերաբերող, եթե ձեզ հետաքրքիր է միայն բնակարանների եւ անհատական բնակելի տների տվյալը, խնդրում եմ մի քիչ ժամանակ մեզ տվեք, մենք դա էլ կպատրաստենք, ձեզ կուղարկենք։ Հիմա ասում եք, արդեն երևի մի քանի անգամ առիթ եղավ այդ մասին ասելու, որ մենք համաձայն չենք, որ գույքարկի բեռը հավասար է կենսաթոշակի չափին։ Դուք կարող եք մի ծայրահեղ ինչ-որ տեսական դեպք եք նկարագրում, երբ որ միայնակ կենսաթոշակառուն կամ ամուսիններ կենսաթոշակառու ապրում են, ես եթե փորձեմ արագ հետադարձ հաշվարկ կատարել, եթե ամսական հարկը լինի 35000 դրամ, այսինքն տարեկան 420,000 դրամ, մենք երևի խոսում ենք 200 միլիոնից էլ բարձր արժեք ունեցող գույքային միավորի մասին, քանի մենք այդպիսի դեպք ունենք, երբ որ միայնակ կենսաթոշակառուները ապրում են այդ կարգի բարձրաժեք գույքային եթե մի դեպք ունենք, մենք ասում ենք մի դեպքի համար չէ, նույնիսկ 10 կամ 100 դեպքի համար համայնքին տրված է գործուն միջոց, եւ եթե համայնքը կարծում է, որ դա անհաղթահարելի բեռ է այդ ընտանիքի, այդ ամուսնական զույգի համար, խնդրեմ համայնքը կարող է իր հայեցողությամբ այդ որոշումը կայացնել, բայց ասեմ ձեզ, որ միջազգային պրակտիկայում կիրառվում է առավելապես հենց այն մոտեցումը, որը մենք ենք կիրառում, եւ սեփականատիրոջ գույքային ներողություն, ավելի ճիշտ կլինի ասել սոցիալական կարգավիճակից կախված արտոնություններ կիրառելու փորձ ես չգիտեմ աշխարհում, բայց փոխարենը արտոնությունները կիրառվում են գույքի կարգավիճակից կախված, այսինքն տվյալ գույքային միավորը, օրինակ մշակութային արժեք է ներկայացնում, հետեւաբար կարելի է ազատել կամ չազատել, կամ ասենք, չգիտեմ, հանրային գույք է, ջրամբար, ազգային պարկ եւ այլն, կարելի է ազատել կամ չազատել, անտառ տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ են կիրառում գույքային հարկերի պարագայում, բայց սեփականատիրոջ եկամուտներից, որտեղ մենք եկամտային հարկերի մասին չենք խոսում։ Եկամտային հարկերի մասին դուք խոսեցիք, արդարացիորեն նշելով, որ մենք եկամտային հարկի բեռը իջեցրել ենք։ Ինչ ենք վերացրել, պարոն Ավետիսյան։ Մենք կրկին համաձայն չենք դրա հետ, որովհետև այո, զույգաչափերը համահարթ են, բայց դա դեռևս չի նշանակում, որ սոցիալական քաղաքականությունն այսպես մի կողմ է դրվել, բայց վերադառնալով նաև հարցերին ու ըստ երևույթին վերջին ձեր հարցադրմանը, թե ուր կհասնենք այս բարեփոխումների ավարտին, գրված է, պարոն Ավետիսյան, ես խորը հարգանք ունեմ ձեր մասնագիտական որակների աշխատասիրության նկատմամբ, բայց շնորհակալություն հարցի համար, հնչեցնեմ, որ մեր հայրենակիցներն էլ իմանան։ Մեր գնահատումներով 2026 թվականի ավարտին կունենանք 0.35% համախառն ներքին արդյունքի նկատմամբ, 0.2-ից 0.35, երկու անգամից էլ պակաս է աճը։ Այսինքն անգամ 2026 թվականի ավարտին մենք գույքային հարկերը օգտագործելու ներուժով վերջին տեղերում կլինենք։ Այսինքն բեռի առումով հարաբերականորեն բեռը կշարունակի մի քանի անգամ մնալ ավելի ցածր, քան մեզ հետ համադրելի երկրներում, այդ թվում Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում։